Հիմա սիրելիներս որն ենք միացնում։ Այս գեղեցիկ պահերով էլ ձեզ ասում եմ բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, թող օրը բարի լինի, Աստծո օրհնությունով լինի եւ խաղաղություն լինի ողջ աշխարհով մեկ։ Հիմա կոֆեն եփեմ, դուք էլ ձեր կոֆեն պատրաստեք, գնանք դուրս, նստենք մեր բալկոնում, միասին վայելենք մեր առավոտվա համեղ կոֆեն։ Իմ կոֆեն պատրաստ է, վերցնեմ և գնամ դուրս։ Գնացինք միասին, սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, ամեն առավոտ հենց արթնանում ենք, ոնց որ սովորություն լինի, չէ, առանց կոֆե մեր օրը չենք սկսում։ Ես արդեն բերեցի դուրս իմ կոֆեն, դրսում կխմեմ, այսուհետև ամեն օր դրսում եմ խմելու կոֆեն։ Օրերը լավ տաքանան, հողամասը չորանա, արդեն հողամասում կխմենք, իհարկե միասին ենք խմելու։ Գիտեմ, որ դուք էլ եք սիրում տիկին Մարինեի հետ կոֆե խմել։ Եղանակը այսօր իմ լավ բարեկամներ, շատ անուշ, պայծառ, արևոտ օր է։ Քանի գնում է, եղանակը տաքանում է։ Քանի գնում է, եղանակը արդեն մեզ ուրախացնում է։ Ուրախանում ենք ինչի համար, որ արդեն տաք է եղանակները, շատ աշխատանքներ ունենք անելու, հողամասում, ամեն գործ պետք է կատարենք, սիրելիներս, շատ գործեր ունենք։ Ջերմոցում, դեռ առջևում շատ գործեր ունենք անելու և ես էլ սիրով ձեզ ցույց կտամ մեր ամեն մի աշխատանքը, որ անելու ենք հողամասում։ Սիրելիներս, առաջին անգամ եմ այսօր այս սրճաղացով, մեքենայով ավելի ճիշտ, կոֆե դնում։ Գրում եք, որ տիկին Մարինե, ինչի չեք դնում, որ գնել եք այս սրճաղացը, չես դնում կոֆե և խմես։ Այսօր դրեցի առաջին անգամ։ Իհարկե հարցս բացատրեց, չեմ կարող թաքցնել ձեզանից, անկեղծ ասում եմ ձեզ, չէ որ առաջին անգամ է, պետք է իմանամ, չէ, որը որից հետո դնեմ, ոնց աղամ։ Այսօր հարցիս ցուցումով ես արդեն պատրաստեցի առաջի բաժակ կոֆեն։ Հատիկավոր կոֆե է, սիրելիներս։ Մեքենան աղում է, մեքենան էլ պատրաստում է։ Հիմա փորձեմ։ Մեկ անգամ փորձել եմ, ինձ շատ դուր է եկել, բայց ես շատ չեմ սիրում այս աղացի կոֆեն, սիրում եմ մեր իսկական կոֆեն, ջազվայի կոֆեն, որ եփես և խմես։ Եղման էլ հանում է, թերմոսն էլ որ տաք է, տեսեք հլը պառը դուրս է գալիս։ Ջերմաստիճանը տաք է պահում, դրսում շուտ չի սառի կոֆեն, այ պլյուսը բաժակի դա է։ Արդեն ձունը բավականին հալվել է, համարյա չկա, հողամասը այն կողմի վրա ջերմոցի մոտ կա, իսկ այս կողմը, որ արևը շատ է, սիրելի հետևորդներ ջան, համարյա չի մնացել, հենա լսում եք, մաքրում են, դուրս են հանում, որ շուտ չորանա։ Այսօր ուզում եմ պատրաստել կաթնահունց։ Կպատրաստեմ իմ տարբերակով և ցույց կտամ ձեզ, սիրելիներս, թե ինչպես եմ պատրաստում կաթնահունցը։ Սիրելիներս, կոֆեն խմելուց հետո եկել եմ խոհանոց
Եվ արդեն ուզում եմ պատրաստել կատնահունցը։ Սկզբի համար, սիրելի հետևորդներ ջան, վերցրել եմ 15 գրամ խմորիչ, ձեռքով փշուրի եմ վերածում, որովհետև թաց խմորիչ է ինձ մոտ, դուք կարող եք չորը վերցնել, 1 բաժակ գոլից մի փոքր տաք կաթ եմ ավելացնում, հիմա գդալը բերեմ, որ շաքարավազ ավելացնեմ, ավելացնում եմ շաքարավազ 2 ճաշի գդալ և 2 ճաշի գդալ մաղած ալյուր, ինձ մոտ մաղած է արդեն, հիմա ձեռքի հարիչով լավ հարում եմ, սիրելիներս այսօր ձեզ կներկայացնեմ, թե ես ոնց եմ պատրաստում կատնահունցը իմ տարբերակով, հեշտ, արագ և շատ համեղ տարբերակ եմ առաջարկում բոլորիդ, հիմա սկզբի համար մի հատ էլ ալյուր ավելացնեմ, այս պատրաստում եմ, թողնում, որ հասունանա, ակտիվանա և կավելացնեմ խմորին, հիմա լավ խառնում եմ, որպեսզի կոշտուկներ չմնա, լավ խառնելուց հետո բերանը կծածկեմ, հիմա մի հատ ափսե վերցնեմ, բերանը ծածկեմ, եթե կաթը սառը լինի, չի հասունանա, սիրելիներս, շատ դժվարությամբ կհասունանա, հիմա բերանը ծածկեմ, թողնեմ, թող լավ հասունանա, սիրելի հետևորդներ ջան, մեր պատրաստած մասան տեսեք ինչ լավ բարձրացել է, հիմա ցույց եմ տալիս, տեսնում եք, հիմա լցնում եմ թասի մեջ, հիմա ավելացնում եմ ձուն, ինձ մոտ շատ մանր է, կոտրելու եմ 3 ձու, վերցրել եմ 4-ը, բայց կոտրելու եմ 3-ը, 1 ձուն թողնելու եմ, որ դեղնուցը կսեմ կատնահունցի երեսը, ահա 1 ձուն թողեցի, դնեմ մի կողմ, ափսեն և սկսեմ հարել, ավելացնում եմ հալած կարագ 150 գրամ, 100 գրամ սովորական անհոտ բուսայուղ, 420 գրամ շաքարավազ և կաթ, օգտագործում եմ կես լիտր կաթ, չափաբաժանում կգրեմ բաղադրիչների քանակը և մի լավ մեծ թեյի գդալ վանիլին ու սկսում եմ լավ խառնել, այնքան եմ խառնում, որ շաքարավազը լուծվի տաք կաթի մեջ, ավելացնում եմ մաղած ալյուր, քիչ եմ ալյուրը ավելացնում եմ, հարում եմ, նորից եմ ավելացնում, միանգամից չեմ ավելացնում, հիմա նորից կավելացնեմ մի փոքր, աստիճանաբար եմ ավելացնում ալյուրը, հարելուց հետո նորից կավելացնեմ ալյուր, ավելացնելուց հետո ալյուրը մի քիչ էլ կխառնեմ և հարիչը խմորի մեջից կհանեմ, կսկսեմ
ամանի մեջ ձեռքով հունցել, հետո սեղանի վրա։ Ամանի մեջ արդեն ձեռքով լավ հունցել եմ։ Սիրելիներս, պետք է այսպիսի ձեռքերին կպչող խմոր ստացվի։ Հիմա սեղանի վրա մի փոքր ալուր եմ ցանում, խմորը ամանից դատարկում եմ սեղանի վրա։ Տեսնում եք, ինչ լավ դուրս եկավ ամանից խմորը։ Եվ սկսում եմ սեղանի վրա էլ հունցել, որպեսզի ստացվի կոկ, ընտիր, փափուկ խմոր, որ մեր կաթնահունցն էլ ընտիր ստացվի։ Մի փոքր ալուրով հունցելուց հետո սեղանին ավելացնում եմ բուսայուղ։ Հիմա մի քիչ էլ բուսայուղով կհունցեմ։ Մի քանի անգամ հարվածում եմ սեղանին, մի 4-5 անգամ, ոչ շատ, հարվածելով ավելի փքուն, թեթև խմոր ենք ստանում։ Տեսնում եք, ինչ լավ, կոկ, ընտիր խմոր ստացվեց։ Խմորը հունցեցի, վերջացրեցի, սիրելի հետևորդներ ջան, բուսայուղ եմ լցնում ամանի մեջ և տարածում ամանի կողքերով, տակի մասով։ Մի փոքր է լցնեմ ափիս մեջը, կողքն էլ ամանի պատերն էլ լավ բուսայուղ եմ, նոր խմորը կդնեմ ամանի մեջ։ Խմորը դրեցի թասի մեջ, սիրելի հետևորդներ ջան, հիմա խաչ եմ անում։ Խաչ անելուց հետո խմորը կծածկեմ ցելոֆանով, շորով և կդնեմ տաք տեղ, որպեսզի բարձրանան։ Սիրելիներս, անցել է 1 ժամ, խմորը բարձրացել է, չամիչն էլ լավ լվացել եմ, ջրքամել եմ եռման ջրով, որ կաթնահունցի մեջ լցնեմ, ձեռքիս մեջ, ափիս մեջ լցնում եմ բուսայուղ և խմորը վրա եմ բերում։ Տեսնում եք, ինչ ընտիր խմոր է, էլաստիկ, թեթև խմոր։ Մի փոքր էլ բուսայուղ լցնեմ, մի կողքն էլ վրա բերեմ և կծածկեմ։ Նորից թող բարձրանան, նոր արդեն կսկսեմ պատրաստել կաթնահունցը։ Հիմա խուպն էլ դնեմ և շորով ծածկեմ։ Անցել է մի ժամ, տեսեք, երկրորդ անգամ էլ լավ բարձրացել է։ Ընտիր խմոր է ստացվել։ Հիմա սեղանի վրա մի փոքր բուսայուղ կլցնեմ, շատ չնչին, այնքան որ խմորը տեղափոխեմ և ձեռքերիս մեջ մի կաթիլ։ Բուսայուղով հեշտ է աշխատել այսպիսի խմորները, սիրելի հետևորդներ ջան, իսկ ալյուրը չորացնում է, ձգում է, դառնում է ռեզինի նման, իսկ բուսայուղի հետ աշխատելով խմորը դառնում է ավելի փափուկ, հլը այստեղ նայեք, տեսնում եք, ընտիր խմոր ստացվեց, շատ լավ։ Ընտիր։ Հիմա այսպես կլորացնեմ խմորը, որ բաժանեմ մասերի։ Շատ պղպջակներով խմոր ստացանք։
Հիմա խմորը բաժանում եմ մասերի, 3 գնդի պետք է բաժանեմ, խմորը ինձ մոտ շատ է, մնացածը բուլկիկ պատրաստեմ, հիմա կլորացնում ենք, դարձնում ենք կլոր գունդ, սա փոքր է, մի քիչ ավելացնեմ, առանց կշեղքի, աչքաչափով, Երեք գունդը կատնահունց կպատրաստեմ, իսկ մնացած խմորով էլ բուլկին պատրաստեմ։ Հիմա այս խմորն էլ կբաժանեմ հավասար մասերի։ 4 մասի բաժանեցի, 4 հատ բուլկի կպատրաստեմ։ Սիրելիներս, կատնահունցի խմորը արդեն նախապես ես երկարացրել եմ, իսկ հիմա ձեռքով մի փոքր բացում եմ, որ մեջտեղում դնեմ չամիչ, ինձ մոտ դեղին և սև չամիչ է, կարող ենք նաև տարբեր տեսակի ջրեր մանրացնել, չամիչի փոխարեն դնել խմորի մեջ, տեսեք ինչ ընտիր չամիչ է, որ նախապես թրջում ես եռման լվանում քամում ես, ինստինքյան ուռչում է և ընտիր է դառնում, փափուկ չամիչներ են դառնում, իսկ այսենց բերում ծածկում եմ իրար վրա, կպցնում եմ իրար։ Հիմա արդեն որ իրար վրա եմ բերում կպցնում եմ, շուռ եմ տալու խմորը կարը դեպի ներքև և երկուսն էլ կպատրաստեմ, կհանդիպենք։ Չամիչը դնելուց հետո սկսում եմ հյուսել, սիրելի հետևորդներ ջան։ Հյուսեցի, վերջացրեցի, պետք է դնեմ գազօջախի տապակի մեջ։ Տապակի մեջ դրել եմ յուղաթուղթ, հյուսած մեր կատնահունցը կդնեմ տապակի մեջ։ Սիրելի հետևորդներ ջան, նորից պետք է ծածկեմ, թողնեմ, որ բարձրանա, չնայած արդեն սկսել է բարձրանալ, այնքան հետը աշխատեցի խմորի, սկսեց բարձրանալ։ Սիրելիներս, մինչև կատնահունցը հյուսեցի, դրեցի տապակի մեջ, տեսեք բուլկիները ինչ լավ ուռել են, հիմա հերթը հասա բուլկիներին, շատ հեշտ բացվող փափուկ ընտիր խմոր է, մեջը դնում եմ չամիչ, կողքերը բերում եմ, կլորացնում, դարձնում եմ կլոր գեղեցիկ գունդ։ Հիմա երկրորդը կբացեմ, այս մյուս երկրորդ գնդի մեջ կդնեմ արդեն կոնֆիտյուր սալորի, մնացել էր մի քիչ, սա էլ կդնեմ բուլկիների մեջ։ Նորից նույն ձևի կհավաքեմ, կկլորացնեմ, կդարձնեմ գունդ։ Երկու հատ ջեմով բուլկի ստացվեց, հիմա կլորացնեմ դնեմ,
Չորրորդի մեջ էլ արդեն չամիչ կդնեմ։ Կլինի 2 հատ ջեմով, 2 հատ չամիչով։ Հիմա խմորի մեջ չամիչ և ջեմ դնելուց հետո բուլկիները տեղափոխում եմ տապակի մեջ, իրարից հեռու եմ դնում, տեսնում եք չի բացվում։ Հիմա նորից գնդեմ, վերջում ցույց կտամ, որ չի բացվում, ջեմը դուրս չի գալիս։ Հիմա չորրորդը տեսնում եք, ընտիր մնում է։ Հիմա տապակի մեջ դնելուց հետո կծածկեմ, կթողնեմ, որ բարձրանա, նոր կթխենք։ Ապես մի 15 րոպե հետո լավ կբարձրանա։ Անցել է 15 րոպե, բուլկիները լավ բարձրացել են։ 2 ձվի դեղնուցին ավելացրել եմ մի փոքր բուսայուղ, իրար եմ խառնել լավ, հիմա քսում եմ բուլկիների երեսը։ Կարող ենք բուսայուղի փոխարեն ձվի դեղնուցի վրա ավելացնել թթվասեր, ավելացնել կաթ մի փոքր, ավելացնել մածուն, կարող ենք ընդհանուր ձուն սպիտակուցով ծփել և քսել, բայց ես ընտրեցի բուսայուղի տարբերակը, ավելացրեցի բուսայուղ դեղնուցին։ Հիմա լավ կքսեմ, սիրելի հետևորդներ ջան, նախօրոք ջեռոցը միացրել եմ, դրել եմ 180 աստիճանի տակ, վերև ներքև ռեժիմով, պետք է ջեռոցը լավ տաք լինի և 180 աստիճանի տակ, որովհետև եթե բարձրի տակ թխեք, միանգամից կթխվի, տակի մասը կվառվի, իսկ 180 աստիճանի տակ բուլկիները դանդաղ բարձրանալով կեփվեն։ Բուլկիները ջեռոցի մեջ դնելուց անցել է 12 րոպե։ Տեսնում եք, սիրելի հետևորդներ ջան, ինչ լավ արդեն բարձրացել է և կարմրում է։ Մոտիկից ցույց եմ տալիս։ Հիմա թող լավ եփի, կարմրի, նոր կհանեմ։ Սիրելիներս, բուլկիները արդեն պատրաստ են, ջեռոցից հանել եմ։ Տեսեք ինչ գեղեցիկ տեսքով փափուկ կարմիր ընտիր բուլկիներ ստացվեց։ Կարող եմ երեսը մեղրաջուր քսել բուլկիների կամ մեղր, քանի որ խմորը քաղցր է, ոչինչ էլ չեմ քսելու։ Մինչև բուլկիները թխվեցին, տեսեք ինչ բարձրացել է կաթնահունցը։ 3-ից 4 անգամ բարձրացել է։ Ընտիր խմորի տարբերակ եմ ձեզ ցույց տալիս։ Պատրաստեք տիկին Մարինեի բաղադրատոմսով, սիրելիներս, կաթնահունց, կարող եք նաև բուլկիներ։ Ես մանրակրկիտ ձեզ բացատրում եմ ամեն մանրուք, որ ավելի պարզ լինի և գոհ կմնաք, մեկնաբանությունների բաժնում գրեք ձեր կարծիքը։ Սիրելիներս, եկեք միասին տեսնենք, թե ոնց է թխվում կաթնահունցը։ Տեսնում եք, բա ոչ չասեմ, պահ, էս ինչ թխվել է թխվում կաթնահունցը, ընտիրություն է, սիրելիներս, դուք էլ եք տեսնում, բայց դեռ չի եփել, ծածկեմ, թող եփի։ Կաթնահունցն էլ է պատրաստ։ Հիմա մի քիչ սառի դնեմ մատուցվող ամանի մեջ։ Տեսեք արդյունքը։ Ինչքան գեղեցիկ ընտիր կարմիր տեսքով կաթնահունց ստացվեց։ Խնդրեմ։ Սա էլ չամիչով և ջեմով բուլկիները։ Հիմա
կտրեմ և տեսնենք մեջը ինչպես է։ Հել էստեղ նայեք, թել, խնդրեմ, փափուկ, թեթև փիտուրի նման, մի փոքր փորձելու եմ։ Շատ համեղ ստացվեց, սիրելիներս, համեղ կաթնահունց ստացվեց, իսկ հիմա փորձենք բուլկիները։ Տեսնում եք, մի հատ ջեմը դուրս չի եկել, սա էլ չամիչովն է, չգիտեմ չամիչովն է թե ջեմով է, ուզում եմ ցույց տալ, որ դա չէ, որ պատրաստում ես դուրս է գալիս, տեսնում եք, ընտիր, թեթև շատ լավ ստացվեց, հիմա մեկն ու մեկը կտրում եմ, չգիտեմ որն է, չամիչովը, ուզում եմ չամիչովը կտրեմ, թե սա էլ վերցրել եմ առաջինը, սա էլ կտրելու եմ, հələ այստեղ նայեք, ջեմովն է, ջեմովը չեմ փորձելու, վախենում եմ շաքարից, ընտիր խմորը նայեք, փափուկ նորից, թեթև, ամպի նման, փետուրի նման թեթև է, սիրով պատրաստեցի սիրելիներս, սիրով էլ ձեզ իմ տարբերակով ցույց տվեցի, այսօր էլ այսքանը պատրաստեցի այս համեղությունը, սեր դրեցի, որ սիրով պատրաստված լինի, այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, մաղթում եմ ձեզ, իմ սիրելիներս, լինեք միշտ առողջ և օրհնված, շնորհակալ եմ ձեզ, որ դիտում եք, որ դրական եք, ցտեսություն բոլորիդ, մինչ նոր տեսահոլովակ, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։